Մոսկվան, որտեղ երեքշաբթի օրը կիսով չափիչեցվել էին պետական բոլոր դրոշները, սգում էր նախորդ օրը մետրոյում իրականացված ահաբեկչական երկու հարձակումներին զոհ գնացած 39 անձանց հիշատակը։ Հարձակումներ, որոնք ոչ միայն մեկ անգամ ևս ցնցեցին Ռուսաստանը, այլև մի իրադրության մեջ դրեցին երկրի ղեկավարությանը, որտեղից նրանք սովորաբար հանդես են գալիս շատ խիստ հայտարարություններով եւ մեծ խոստումներով։ Սա մեկ այլ իրադարձություն է ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ասում են վերլուծաբանները, որոնցից շատերն են քննադատում երկրի կառավարության կողմից իրականացվող անվտանգության քաղաքականությունը։ Պաշտոնական քարոզարշավը, ասում են նրանք, տարիներ շարունակ համոզել էր Ռուսաստանի քաղաքացիներին, որ այլևս շատ քիչ վտանգ է սպառնում մահմեդական անհնազանդ ուժերից։ Եվ այն փաստը, որ անվտանգության ուժերին վերջին ժամանակներս հաջողվել էր ոչնչացնել մահմեդական զինյալների կարևոր մի շարք հրամանատարների, սխալմամբ թույլ է տվել հավատալ, որ վտանգը Հյուսիսային Կովկասից մարում է։ Քաղաքական վերլուծաբաններից Ալեքսեյ Մուխինի խոսքերով, եթե զինյալների ղեկավարներին չեզոքացնելու հարցում Ռուսաստանի անվտանգության ուժերը գրանցել են հաջողություն, չի կարելի չասել, որ ընդհանուր առմամբ իրավապահ մարմինների համակարգը ահաբեկչության դեմ պայքարում կաղում է։ Միթե հարձակումը կարող է լինել միայն կովկասյան, չեչենական խնդրի հետևանք։ Ոմանք այն կարծիքն են արտահայտում, որ այն հնարավոր է լինել նաև Աֆղանստանից թմրանյութեր ներկրելու դեմ տարվող պայքարի հետևանք, չէ՞ որ ասում են նրանք, Ռուսաստանի թմրանյութերի վերահսկման գործակալությունը վերջին ժամանակներս մեծ գործունեություն է սկսել ծավալել Աֆղանստանում այստեղից Տաջիկստանի տարածքով դեպի Ռուսաստան թմրանյութերի տեղափոխումների դեմ, առևտուր, որը ֆինանսական մեծ եկամուտներով է ապահովում Ալ-Քաիդային։ Իսկ այն փաստը, որ պայթյուններից մեկն իրականացվել է Լյուբյանկայի կայարանում, որից շատ են օգտվում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, ահաբեկչության կազմակերպիչները փորձում են օգտագործել ապացուցելու համար, թե որքան խոցելի է Ռուսաստանի ժողովուրդը իրենց առջև։ Վարչապետ Պուտինը, որը դեռևս նախագահության տարիներից է հայտնի չեչեն ահաբեկչության դեմ մղած պայքարից, խոստանում է, որ կազմակերպիչները հայտնաբերվելու են։ Իսկ քանի դեռ երկրի ղեկավարները խոսում են խիստ միջոցառումների մասին, մարդկանց քաղաքացիական իրավունքների պաշտպանները այն մտավախությունն են արտահայտում, որ խստություններից կտուժեն նաև մարդու իրավունքները։ Արդեն կան գործիչներ, ովքեր պահանջում են վերականգնել մահապատիժները երկրում։ Ընդդիմության ղեկավարները կարծում են, որ իշխանությունները ավելի ազատություն ստանալով կսկսեն ընդդիմության հետապնդումներ, կուժեղանան գրաքննությունն ու քաղաքական լրտեսությունը։ Իսկ թե ինչպես մետրոյի դեպքերը կանդրադառնան Ռուսաստանի օտարամերժությամբ լցված հանցագործների հետագա քայլերի վրա ու ինչպես այդ քայլերը կկարողանան կասեցնել իշխանությունները, ցույց կտա ապագան։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։